Նուրբ, փխրուն ամերիկյան շոկոլադե քուքիներ իդեալական բաղադրատոմսով, են որ չհավանելը անհնար է։ Այս թխվածքաբլիթները պատրաստելիս անհանգստացեք միայն մեկ հարցում, որ հնարավոր է չկարողանաք ջեռոցից հանել և դնել սեղանին, կես ճանապարհից անհետանում են։ Եթե ունեք երեխաներ, այս թխվածքաբլիթները մեկ անգամ պատրաստելուց հետո նրանք ստիպելու են, որ հաճախ պատրաստեք, քանի որ այս քուքիները երեխաները շատ են հավանում։ Պատրաստման մեջ ոչ մի դժվարություն չկա, թխելու ժամանակահատվածը հանած կարելի է պատրաստել 5 րոպեի ընթացքում, հեշտ, ոչ ժամանակատար, սակայն անչափ համեղ։ Տեսեք ինչ լավ է թխվել և ինչ հետաքրքիր կառուցվածք ունի, դե ինչ ժամանակ չկորցնենք և սկսենք պատրաստել։ Խմոր պատրաստելու համար անհրաժեշտ է շատ քիչ բաղադրիչներ, մեզ անհրաժեշտ է կարագ, 1 ձու, շաքարավազ, ալյուր, շոկոլադ, 1 թեյի գդալ փխրեցուցիչ և 1 պտղուն ծաղ։ Բարեկամներ, բոլոր բաղադրիչների հստակ չափաբաժինները ինչպես միշտ կգտնեք նկարագրությունների բաժնում, որը գրված է տեսանյութի ներքևի հատվածում։ Նախ հալեցնում ենք կարագը, վրան ավելացնում ենք շաքարավազը և 1 պտղուն ծաղ և մի լավ խառնում ենք։ Մինչև վերջերս ես իմ երեխաների համար հաճախ էի գնում նման քուքիներ, մինչև բացահայտեցի պատրաստման եղանակը։ Ստացվում է մի քանի անգամ մատչելի և համեղ, քան խանութից գնվածը, խորհուրդ կտամ, որ դուք էլ պատրաստեք։ Քանի որ խմորը պատրաստելիս չենք օգտագործում մածուն կամ կաթ, փխրեցուցիչը մի փոխարինեք սոդայով, այլապես սոդայի համը զգալի կլինի։ Ավելացնում ենք 1 ձու և 1 թեյի գդալ փխրեցուցիչ և մի լավ խառնում ենք, փխրեցուցիչը կարելի է ավելացնել նաև ալյուրի հետ միասին։ Այս բաղադրատոմսի մեջ օգտագործվում է չհալվող շոկոլադ, եթե հնարավորություն չունեք այն ձեռք բերել, կարող եք ավելացնել մարացրած շոկոլադե սալիկ, ոչ մի տարբերություն։ Ավելացնում ենք ալյուրը, այն պարտադիր մաղում ենք, որպեսզի հագեցնենք թթվածնով, այդպես քուքիները ավելի փխրուն և նուրբ են ստացվում։ Բարեկամներ, եթե նոր եք միացել Հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Ստացվում է նման խտություն ունեցող խմոր, ավելացնում ենք շոկոլադի մի մասը և շարունակում ենք խառնել, մյուս մասը կօգտագործենք զարդարանքի համար։ Այս թխվածքաբլիթները պատրաստելիս ձեռքերը չեն ալյուրոտվում, ինչպես տեսնում եք հեշտ, պարզ մատչելի բաղադրատոմս է, գլուխ կհանեն անգամ երեխաները։ Մի լավ խառնելուց հետո պաղպաղակի համար նախատեսված գդալով ձևավորում ենք քուքիները։ Եթե ձեռքի տակ նման սարք չկա, կարող եք ձևավորել 2 ճաշի գդալի օգնությամբ, շատ հեշտ է։ Ձևավորում ենք նման գնդիկներ և դնում ենք իրարից բավականին հեռու, քանի որ թխվելու ընթացքում խմորը տարածվում է։ Գնդիկների վրա ավելացնում ենք մնացած շոկոլադը։ Տապակը դնում ենք նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցը, թողնում ենք 15-ից 20 րոպե, մինչև լավ բարձրանան և գեղեցիկ կարմրեն։ Եթե շոկոլադի մեծ սիրահար եք, կարող եք պատրաստել այս թխվածքաբլիթների շոկոլադե տարբերակը, խմորի մեջ ավելացնելով 1 ճաշի գդալ կակաո, այդ դեպքում նույնչափ ալյուր պակասեցրեք։ 1 գավաթ սուրճ կամ թեյ ենք պատրաստում և վայելում ենք, շատ համեղ է ստացվել, բարի ախորժակ։ Այսօր էլ ամերիկյան փխրուն ու անչափ համեղ թխվածքաբլիթների նման հրաշալի բաղադրատոմս, դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։